Հրաշալի երգ էր, չէ՞, այս վերջի երգը։ Արտուր Շեղբորն ասում եմ, Եսա բարսամ եմ ասում, այսօր արձակուրդ է եղբայրներ քույրեր կարակտում գնակ։ Այդ ձև բան չանես։ Մենք արձակուրդ չունենք։ Ասում է, արջը 7 երգ ունի, 7-ը մեղրի մասին է։ Ես էլ 7 հատ երգ ունեմ, 7-ն էլ Հիսուսի մասին է։ Ինչքան որտեղ անել, որ մոտիկանամ Աստծո խոսքին, ինչ ճշմարտությունների մասին էլ որ մտածեմ կամ խորհեմ, փորձեմ փոխանցելու, անկախ ամեն ինչից հանդիպում եմ, որ ճշմարտության ռուսերեն ասած իզյումին կան, այն ամենահամով պատառը գտնվում է Քրիստոսի մեջ։ Եվ չկա մի ճշմարտություն, մի ուսուցում, որ կարելի է Աստվածաշնչից կամ կյանքում սովորացնել եւ փորձել հասկանալ, եւ դա կարծես թե գտնվի Քրիստոսից դուրս։ Քրիստոսից դուրս ճշմարտություն չկա։ Եվ մի հատ օրհնյալ քարոզիչ մի հատ լավ բան է ասել, ասում է, հնարավոր չի Քրիստոսին շատ քարոզել։ Անհնար բան է։ Ինչքան ուզում ես քարոզի Քրիստոսին, չափ չկա, սահման չկա, որովհետև հավիտենական եւ զորավոր անուն է Քրիստոսի անունը մեր կյանքերի մեջ, ամեն։ Գիտեք սիրելիներ, մենք երբ որ ծնվում ենք եւ գալիս ենք այս աշխարհ, այս երկրի վրա, եթե դուք ձեզ կհիշեք, կարծես մենք մանուկ հասակից մեր ծնված ժամանակ անտեսանելի մի հատ sense հարցական կա մեր գլխավերևի վրա։ Եվ մենք որպես մանուկներ, որպես մարդ երկրի վրա ապրելով, երբ որ ծնվում ենք, կարծես թե ամեն ինչ քչից փոքր սովորում ենք։ Սովորում ենք քայլել, սովորում ենք խոսել, սովորում ենք լսել, չէ՞։ Հետո մի քիչ մեծանում ենք, գնում ենք դպրոց, սովորում ենք գրել, սովորում ենք կարդալ, հետ սովորում ենք հարաբերվել մարդկանց հետ։ Եվ կարծես թե մարդը իր կյանքի ամբողջ ընթացքի մեջ սովորում է եւ սովորելը ամենալավագույն բաներից մեկն է, որ մարդուն ձևավորում է այնպես, ինչպես ինքը որ կա։ Երբ որ մենք Աստծո խոսքը կարդում ենք եւ փորձում ենք հասկանալ էությունը Աստվածաշնչի, Ծննդոց գրքից մինչև հայտնության գիրք գրքի վերջը, Աստվածաշունչը մեզ սովորացնում է, որ հաղթությունը կայանում է Քրիստոսի նման ձևավորվելու մեջ, որպես մարդ այդպիսին, ինչպիսին որ կաս, ինչպիսին որ դու ձևավորվել ես, քո բնավորությունով, էությունով, քո գործելակերպով, խոսելակերպով, վարքագծով, այդ ամեն ինչը պետք է ձևավորված եղնի Քրիստոսի պատկերի եւ Քրիստոսի նմանությամբ։ Եվ ամենալավագույն բաներից մեկը, որ դա մեր կյանքի մեջ անում է, դա սովորելն է։ Եվ օրերից մի օր Հիսուսը, երբ որ հացի բազմությունը 5000 հոգու կերակրեց, եւ երբ որ ժողովուրդը ընկած Հիսուսին էին ման գալիս, Հիսուսը հանդիպեց փարիսեցիներին, սադուկեցիներին, դուք պատկերացրեք այդ մարդկանց իրենց այդ ռաբիական շորերով, իրենց մորուքներով, իրենց ճակատին այդ ճակատանոցով, դուք նկարներում կամ վիդեոներում տեսած կեղնեք, այդ պալասատի շորերով եկան Հիսուսին, գտան Հիսուսի մոտ եւ ասեցին. «Ռաբի, ընկած քեզ էինք ման գալի, որտեղ էիր»։ Որովհետև տեսան, որ նավի մեջ, ես որպեսի այդ բոլորը չկարդամ, ուղղակի պատմեմ, որովհետև տեսան, որ նավի մեջ նստեցին աշակերտները եւ ճանապարհն անցան, իսկ Հիսուսը ոչ մի նավակի մեջ չմտավ եւ այդ Գալիլեայի ծովը կարելի էր անցնել մենակ նավակով։ Երբ որ չգտան Հիսուսին, այդ ծովը անցան
նավակներով անցան, գնացին եւ տեսան, որ Հիսուս այնտեղ է գտնվում։ Իհարկե մենք գիտենք, որ այդ ժամանակ ինչ էր կատարվել։ Հիսուսը ծովի վրա ոտքով քայլելով գնացել էր։ Եվ այս ռաբիները Հիսուսին ասին ուր էիր, ինչ եղար։ Մենք ուզում էինք, որ քեզ տեսնենք, բայց գրված է, որ Հիսուսը գիտեր, որ գալու են իրան թագավորոցելու, դրա համար այդպես արավ։ Եվ Հիսուսը տեղ մի բան պատասխանեց, ասավ ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք ինձ ման եք գալի ոչ թե նրա համար, որ տեսակ Աստծո գործը եւ Աստծուն եք որոնում, այլ որովհետեւ հացը կերակ։ Որ դուք մարմնավոր հացը կերակ։ Եվ հետագայում Հիսուսի պատասխանը եւ խոսակցությունը ուզում եմ կարդամ։ Դա գրված է Հովհաննեսի ավետարան 6-րդ գլուխ 43-ից 45 համարները։ Չունենք։ Ահա։ Եվ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրանց. «Մի տրտնջացեք իրար հետ, ոչ ոք կարող չէ ինձ մոտ գալ, եթե որ հայրը որ ինձ ուղարկեց չքաշե նրան»։ Ինչի է Հիսուսը այդ ձև պատասխանում, որովհետև երբ որ հրեաները անհասկացողության մեջ չէին հասկանում ինչի է Հիսուսը հանդիմանեմ նրանց կերստյան կերակուրի մասին, Հիսուսը սկսեց խոսալ այն մասին, որ ինքը երկնքից իջած հացն է։ Եվ ասավ ձեր հայրերը կերան մանանան, բայց դուք ասում եք, որ երկնքից հաց իջավ։ Բայց ես ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեր հայրերը չէ, որ երկնքից իջած հացը կերան, այլ ես եմ, որ երկնքից իջած հացն եմ, որ եթե չուտեք, կմեռնեք ձեր մեղքերի մեջ, եւ եթե ուտեք, կյանք կունենաք։ Եվ ռավիները եւ ուսուցիչները եւ փարիսեցիները, որոնք իրանց ամբողջ կյանքը սովորել եւ կրթվել էին, դուք չեք պատկերացնի ինչ մանրակրկիտ ուսումնասիրություններ էին նրանք անում։ Եվ սովորել էին եւ փորձել էին հասկանալ ինչ է կատարվել անապատի մեջ այն հին ժամանակներում իրանց հայրերի ժամանակ։ Ինձ թվում է իմ կարծիքով անգամ մանանայի բաղադրությունը եւ բջիջները գիտեին եւ ուսումնասիրում էին ու ուզում էին հասկանան այդ ինչ կերակուր է երկնքի հրեշտակների մենք էլ երբեմն ուզում ենք հասկանանք դա այդ ինչ կերակուր է եղել եթե երկնքի կերակուր է եթե հրեշտակների կերակուր է ոնց որ գրած է բախի է ֆիզիկական որովհետեւ հրեշտակները հոգիներ են հրեշտակները ֆիզիկական բան չեն ուտում բայց դա ֆիզիկական իր էր, կերակուր էր, որ մարդիկ աղում էին, եփում էին եւ ուտում էին։ Եվ փարիսեցիները եւ սադուկեցիները եւ ուսուցիչները ուսումնասիրում էին, ուզում էին հասկանալ, որոնում էին, սովորում էին, որն է ճշմարիտ կյանքի ճանապարհը եւ ուղին, եւ Հիսուսը ստեղ մի հետաքրքիր բան ասում։ Մեկ քրթմնջա ձեր մեջ, մեկ տրտնջա, մեկ խոսա, որովհետև ոչ ոք կարող չի ինձ մոտ գալ, եթե հայրը, որ ինձ ուղղեց, չքաշե նրան։ Իրեք բնագրի մեջ այս քաշել բառը բառացիորեն եթե թարգմանենք, նշանակում է կարծես թե պարանով ինչ որ մեկին քաշ տալ։ Եվ Հիսուսն ասում է, դուք չեք կարող ընդունել, ընկալել սովորել ինձ որպես կյանքի ձև, սովորել ինձ եւ ձևավորվել այնպիսին, ինչպիսին ես եմ, եթե հայրը չքաշե ձեզ։ Գիտեք, մենք մեր քրիստոնեական կյանքի մեջ երբեմն ամեն մեկս տարբեր պատճառներով Օրինակ անցած անգամ Ֆրունզ եղբայրը պատմեց, որ անկախ ամեն ինչից տրտմություններ եկե իր վրա։ Տխրություններ եկե ու ինքն է չգիտեր ինչից է այդ տխրությունը։ Եվ տխրության պատճառով սկսեց Աստծուն որոնել, փնտրել եւ Աստված գտավ իրան։ Հատկություններից մեկը, բաներից մեկը, որ Աստված մեզ Քրիստոսին նմանեցնելու համար կիրառում եւ գործադրում է,
մի անհասկանալի ուժ, մի անհասկանալի կերպով Աստված մեր սրտերի մեջ սկսում է իր կրակը վառել։ Եվ սկսում է իր կրակը բորբոքել։ Եվ սկսում է քեզ անհանգստացնել։ Քո հաց ուտելը չի գալի։ Դու ուզում ես ճանաչես նրան։ Քո սրտի մեջ սկսում է բորբոքվել նրա քաղցրությունը, նրա ներկայությունը։ Այս երգի ժամանակ, որ մենք բոլորս երգում ենք, Հիսուս սիրում ենք քեզ։ Անկեղծությամբ մի բան ասեմ, երբեմն մենք դաժե քրիստոնյաներս ամբողջ խորությամբ չենք հասկանում, խի ենք Հիսուսին այդքան սիրում։ Որովհետև Աստծո խոսքն ասում է, որ այդ սերը մեր սրտի մեջ Սուրբ Հոգու ձեռով տարածվեցավ։ Այդ սերը մենք ինքներս մեզ չենք կարող առաջացնենք։ Մենք ֆանտազիորներ չենք, մենք չենք պատկերավորում մեր աչքերի առաջ, օ Հիսուսը եկավ, խաչվեց, դրա համար պետք է մենք իրան սիրենք, եւ մենք մեզ սամավնուշենյաներ չենք անում, որ սիրեք։ Չկա այդ ձև բան։ Ինչ որ երկնային ձեռք, ինչ որ երկնային ուժ, ինչ որ ներկային ներգործություն մեր սրտերի մեջ բորբոքվում է այդ աստվածային սերը։ Շարունակության մեջ հետաքրքիր է ասում. Եվ ես հետին օրերումը կհարուցանեմ նրանք, ում որ հայրը քաշեց։ Եվ գրված է մարգարեների մեջ, թե ամենքը, տակ, բերեք ստեղ նայենք, հա։ Թե ամենքը Աստվածանից սովորած կլինեն, արդ ամեն ով որ հորից լսում է եւ սովորում է, գալիս է ինձ մոտ։ Թողեք այդ համարը։ Ուրեմն այդ քաշելու, այդ Աստծո ներգործության արդյունքը բաներից մեկը, որ Հիսուսը խոսում է մի մարգարեության մասին, որը գրված է Եսայա մարգարեության մեջ։ Գրված է մարգարեների մեջ, թե ամենքն Աստվածանից սովորած կլինեք։ Նախ եւ առաջ ուզում եմ հարցնեմ, ի՞նչ է նշանակում ամենքը։ Երբ որ այս տողերը կարդում ենք, ի՞նչ է նշանակում ամենքը։ Այսինքն յուրաքանչյուր մարդ ինքը Աստծուց սովորում է, ինչի մասին է խոսքը։ Բայց երբ որ բացում ենք Եսայա մարգարեություն 54-րդ գլուխը, եւ հիմա պետք չի դա բացել, եւ երբ որ նայում ենք բնագիրը, այս ամենք բառը Հիսուսը մեկնաբանած է ասում, նշանակում է նոր մի սերունդի մասին է խոսքը, եւ մի սերունդ կլինի, մի տեսակի ժողովուրդ կլինի, որը որ Աստվածանից սովորած կեղնի։ Եվ ճակերտները բացելով Հիսուսը շարունակում է բացատրել. Արդ ամեն ով որ հորից լսում է եւ սովորում է, գալիս է ինձ մոտ։ Ուրեմն այստեղ երկու տարբեր բառեր ա օգտագործած։ Երկու հատ սովորել բառը գրած, չէ՞։ Գրված է մարգարեների մեջ, ամենքը որ Աստվածանից սովորած կլինեն։ Շարունակության մեջ արդ ամեն ով որ հորից լսում եւ սովորում է, գալիս է ինձ մոտ։ Երկու հատ սովորել բառը գրած։ Առաջին բառը, որ սովորելու մասին գրված է եւ երկրորդ բառը, իրարից տարբերվում են նրանով, որ առաջի տարբերակը մարդը սովորում է իր ներսի աշխարհում հայտնություն ունենալով, Տիրոջից ընդունելով եւ լսելով։ Հիմա գիտնականները պարզել են, որ երբեմն մարդը ինքը չկա բացատրություն вообще, չեն կարողանում հասկանալ, թե մարդու մոտ հասկացողությունը որտեղ է գալի։ Չեն կարողանում ապացուցել, որ դա մարդու մտքից է։ Օրինակ շատ ստեղծագործություններ անողներ, երբ որ օրինակի համար երաժշտություն են գրել։ Ասենք Արամ Խաչատրյանը, երբ որ Արամ Խաչատրյանին հարցնում են, ասում են, դու ո՞նց ես այդ ստեղծագործությունը գրել։ Դրանք շատերը ովքեր այդ ձև ստեղծագործություններ, իրանք իրանց այդ ստեղծագործության հեղինակը չեն համարում։ Իրանք ասում են, մենք դա լսում ենք ինչ-որ միտեղ։ Ինչ-որ մի անհասկանալի, անըմբռնելի ինչ-որ աղբյուրից լսում ենք մենք դա ընդունում ենք։ Բայց սա այդքան հիմնական եւ հետեւողական եւ ազդեցիկ չի լինի, եթե շարունակության մեջ Հիսուսը չօգտագործի երկրորդ բառը, որ ասում է, որոնք որ լսում են եւ սովորում են։ Սովորում են բառը հունարենի մեջ
Մանտանո բառն է, որը իրանից նշանակում է փորձառաբար կիրառել, փորձառաբար սովորել։ Այսինքն Հիսուսն ասում է, նա որ լսում է ինձանից, այլ կերպ ասած, մենք որ ամեն օր միացնում ենք YouTube-ը եւ քարոզներ ենք լսում, մենք չենք սովորում։ Այլ կերպ ասած, երբ որ մենք գալիս ենք եկեղեցի, անընդհատ քարոզներ ենք լսում, մենք չենք սովորում։ Այլ կերպ ասած, Հիսուսն ասում է, երբ որ դուք լսում եք այն ճշմարտությունները, որ ես ձեզ ասում եմ, եւ փորձառաբար, իմիջիայլոց այս բառը բնագրի մեջ, եթե ճիշտ ավելի օգտագործելի եղնի, ես օրինակ թարգմանվեի վարժված, նա որ ինձանից լսում է եւ վարժվում է, գալիս է ինձ մոտ։ Այս բառը կիրառվել է նաև ստարասլավյանսկի աստվածաշնչում որպես նավակ բառը, նավակ։ Ինչ է նավակը вообще։ Օրինակ իմ բնակավարից կարամ օրինակ բերեմ, ես հլա պատանի էի երեխայի եւ ինձ այդ բիզը տվեցին շիլան, ոնց կլինի հայերեն, չգիտեմ։ Հա, բիզ, հա։ Բիզը տվեցին ու ցույց տվեցին ես ինչպես պետք է կարեմ այդ կոշիկը։ Նայում եմ, դժվար բան չկա։ Բիզը մտցնում ես, թել անցես քաշում ես։ Երբ որ լսում ես, որ չնախանձես, դժվար բան չկա։ Вообще դժվար չի, որովհետև հեշտ է չնախանձելը, որովհետև դու լսում ես։ Այսքան դեռ քո հարևանը ինչ որ բան չի արել։ Դու չգիտես, դու լսես, սովորել ես, թե չես լսել, չես սովորել։ Ասի, խնդիր չկա, ախպեր ջան, տուր ինձ։ 15 տարեկան էի։ Ասա, բայց նա չկոտրես, ասի, բայց ո՞նց պետք է կոտրեմ։ Բիզը այդ կոշիկի մեջ մտցնելն ու կոտրելը մեկ եղավ։ Ես մտցրեցի ու միանգամից կոտրվեց։ Որովհետև ես եբրայցի թղթի մեջ գիտեք ինչ ասում։ Ասում է, որոնց զգայարանները կրթողությամբ վարժված են բարին ու չարը զանազանելու։ Խոսքը գիտեք ինչի մասին է գնում։ Որ դու դրա մեջ անընդհատ դու այդ գործողությունը անում ես։ Դու աղոթքի մասին շատ բան գիտես ու շատ բան ես լսել։ Գիտես որտեղ սկսես, որտեղ ավարտես։ Հայրմերը քննարկել ես։ Հայրմերի մասին աստվածաբանական դասեր լսել ես։ Բայց դու սովոր չես աղոթելու։ Շատերս օրերով, շաբաթներով աղոթք չեն անում։ Եվ դու չես սովորի աղոթք անել, մինչև աղոթք չանես։ Եկեք մեր աղոթքախմբի աղոթքաժողովին ու կտեսնեք ես ինչի մասին եմ խոսում։ Գիտեք ես ինչ եմ անում, երբ որ գալիս եմ եկեղեցի, ուզում եմ հասկանամ ես եկեղեցու իսկական ներուժը, գնում եմ աղոթքաժողով։ Ոնց սովորենք աղոթել, աղոթելով։ Աղոթում ես դժվար է, կարծես երկինքը փակ է, կարծես Տիրոջ ներկայությունը չկա, դու սպասում ես Տիրոջը եւ հասկանում ես, որ այս են պահն է, որ պետք է հավատարմորեն դու վարժեսնես քո անձը։ Ծոմապահությունը։ Вообще պրակտիկա ունենք ծոմապահության։ Եվ դա է պատճառը, որ եթե դու անգամ 100,000 անգամներ լսես այդ ճշմարտության տարբեր տեսակները, որակները, ամ, բն, գ, կետերը, եւ դա քո կյանքի մեջ պրակտիկ ձևով, եթե դու չսկսես դա կիրառել, լսեք սիրելիներս, ավետարանչության մասին նենց դասեր եմ լսել, հենց դասընթացներ կա, բայց ավետարանչություն շատերս вообще չեն անում։ Գիտեք ոնց է պետք ավետարանչություն սովորել անելը։ Քեզ պետք չէ որ դու իմանաս որտեղ ան մտնես, որտեղ ան դուրս գաս, պրոստը պրակտիկուй։ Պրոստը ավետարանի եւ դու կսովորես ավետարանչություն։ Մինչեւ դու ավետարանչություն չանես, ոչ մի, չգիտեմ ինչ որ մոտիվացիոն քարոզները քեզ չեն շարժի, չեն տանի դրա մեջ։ Դու պետքա քո զգայարանները, քո տեսեք, երբ որ սկսում ես ավետարանչություն անել, իմ բնակավարից ասեմ, նստած խելոք կոշիկ եմ սարքում։
Հանկարծ մի մարդ է գալիս, քիչ ավետարանելով, անտենեքը սկսել է աշխատել։ Հոպ, զգում եմ, որ ահա, այս են մարդն է, որին պետք է ավետարանեմ։ Եվ դեպքեր ա եղնա պետք է խոստովանվեմ, որ մարդը աչքերը լցնում է, դեպքեր ա եղնում, որ չի ուզում գնա, գործից աշխատանքի ժամը պրստում է, զորով դուրս եմ անում, որ դուռը փակեմ։ Բայց ես вообще ավետարանից չեմ, вообще։ Ինձ համար ավելի հեշտ է, որ 50 տարվա հավատացյալների հետ շփվեմ հաղորդակցում, քան անհավատների հետ։ Բայց երբ որ դու դա ավետարանչություն ես անում, դա քո մոտ սկսում է զարգանալ եւ աճել։ Եվ այդ մարդիկ, ովքեր կսկսեն անել են ամեն ինչ որ հորից լսում են, դրանց մասին ասում է, դրանք գալիս են ինձ մոտ։ Դրանք գալիս են ինձ մոտ։ Դրանք են նմանում Քրիստոսին, դրանց անձն է ձևավորվում, դրանց էությունն է ձևավորվում եւ կան երկու տեսակի քրիստոնյաներ вообще։ Քրիստոնյաներ, որ ամեն ինչի մասին գիտեն, հնարավոր չի հետները խոսալ, եւ քրիստոնյաներ, որոնք խոնարհաբար ամեն անգամ աշխատանք են տանում իրանց վրա, որ կատարեն այն ամենը, ինչ որ գիտեն եւ ինչ որ լսել են։ Ուզում ես Քրիստոսի նման կյանք ունենաս, ուզում ես հաղթական կյանք ունենաս։ Մի հատ հետաքրքիր արտահայտություն կա։ Ասում է, լավագույն ճանապարհը ինչ որ մի բանի հասնելու, դա այդ բանը կատարելն է։ Լավագույն բանը։ Նայեք ինչ են ասել հայտնի մարդիկ։ Բենջամին Ֆրանկլինն ասել. ասա ինձ եւ ես կմոռանամ։ Սովորացրա ինձ եւ ես կարող եմ հիշեմ։ Ներգրավիր ինձ եւ ես կսովորեմ։ Հիսուսը 3 տարի աշակերտների հետ ինչ էր անում։ Աշակերտները ոչ մի բան մեկ անի, լսեք տեսեք ես ինչ եմ անում։ Նույնիսկ գրված է, որ Հիսուսը ոչ մեկին չէր մկրտում, աշակերտներն էին մկրտում։ Գիտեք ինչ էր կատարվում։ Երբ որ Հիսուսը երկինք էր գնացել, արդեն համբարձվել։ Երբ որ Պետրոսը արդեն եկեղեցու գլուխն էր, մարդիկ ապաշխարում էին, Պետրոսն ասում էր. «Օհո, էս իմ հայտնի ծանոթ գործն է, ռաս դվա, մտցնում էր ջուրը հանում էր»։ Շատ արագ հավեսով իր մոտ դա ստացվում էր։ Բայց եթե ես հանկարծ դա փորձեմ անեմ, որովհետև ոչ մի անգամ չեմ արել, կարող է ես այդ եղել աթրես դեպքեր, այդ մարդու հետ միասին սուզվեմ, որովհետև չունեմ այդ փորձառությունը։ Ալբերտ Էյնշտեյնն ինչ ասում. իսկական ուսումը այն է, ինչ մնում է այն բանից հետո, երբ դուք մոռանում եք ձեր սովորացած ամեն ինչը։ То есть ամեն ինչ մոռանում է, բայց ինչ որ բան մնում է տակին, դա հենց այնը ինչը որ դու սովորել ես։ Այսինքն եղբայրները եւ քույրերը շատերը մեքենա են վարում։ Դուք կհիշեք, երբ որ դուք նոր սկսեցիք ղեկին նստել, շատ վտանգավոր անձնավորություն էիք, որովհետեւ վարպետությունը ձեր վարորդական վարպետությունը շատ ցածր մակարդակի վրա էր։ Ես ինձ հիշում եմ, ընչերից եմ բրծե, Աստծո ողորմությամբ, ու ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր բանի մեջ, յուրաքանչյուր երևույթի մեջ վարպետություն է պետք։ Եվ այդ պատճառով Աստված մեզ քաշում է մեր կյանքի առօրյայի մեջ, բայց եղբայրներ քույրեր։ Այս մենք որպես եկեղեցի, մեզանից շատերը, երևի թե 90%-ը երբեք բեմ չեն բարձրանում։ Բեմի ծառայություն չեն անում։ Կամ ինչ որ տենց երևացող ծառայություն չեն անում։ Մեր ամբողջ կյանքի հիմնական գործունեությունը մեր ընտանիքն է, մեր աշխատանքն է, մեր հարևաններն են, եթե կան, եւ մեր բարեկամներն են։ Ահա մեր կյանքը, մեր ամբողջ կյանքը։ Ինչ եք կարծում, եթե Աստված ուզում է, որ քեզ սովորացնի, ասենք չնախանձելը, այս 2 ժամը
Իհարկե Տերը ամեն ինչա օգտագործում, ես դրան դեմ չեմ։ Միթե Տերը օգտագործում է այս 2 ժամը, որ բեմի վրայից ինչ որ մեկի միջոցով քեզ սովորացնի չնախանձելը։ Ինչ եք կարծում։ Ես մտածում եմ, որ այն 22 ժամը եւ շաբաթվա այն 6 օրը Հայրը նպատակահարմար է գտնում քեզ սովորացնելու, կրթելու, դաստիարակելու, ձևավորելու Քրիստոսի նման սարքելու։ Քո նեղության մեջ, երբ որ քեզ վիրավորել են, երբ որ քեզ անպատվել են, երբ որ քեզ անարգել են, երբ որ քեզ տրորել են, երբ որ քեզ հայհոյել են, երբ որ մեքենատ ջարդել են, Աստված ամեն ինչի մեջ է, որպեսզի սովորացնի մեզ Քրիստոսի նմանվելու։ Ոչ միայն քարոզների, ոչ միայն Աստծո խոսքը ուսումնասիրելու, այլ կյանքի փորձառության մեջ։ Եվ որպեսզի ձեր ժամանակը չկորցնեմ, եկեք գործնական մի քանի բաներ նայենք։ Ֆիլիպեցիս 4 գլուխ 11-ի 13 խոսքերը։ Կարելի է գցել, հա, էկրաններին։ Մեր ժամանակները հիմիկվա ժամանակներ եղբայրներ քույրեր։ Դա ռուսերեն ասած время скоростного ռեժիմը։ Սա արագության վրա է։ Դուք որ ինձ հաց ուտելու ստենաք կխղճակ ինձ։ Որովհետև ինչքան գիտեմ, որ պետք է արագ հաց չուտեմ, բայց չի եղնում, որովհետև ամեն ինչ պետք է անես ու հասցնես։ Դե սա արագության վրա է։ Ու ասում են, թե ես չգիտեմ, նույնիսկ կարծիք կա, որ ժամանակը կարճացել է մարդու համար։ Մարդը չի հասցնում, ու աշխատում ավելի արագ, ավելի արագ։ Տեմպերը շատացել են ցանկությունները, կարիքներն են շատացել։ Ասենք, եթե մենք որ ապաշխարեցինք 90-ական թվերին, եթե կարիքը ամենալավագույն դեպքում դա հեծանիվներ, որ եղբայրները հեծանիվով եկեղեցի էին գալի գնում, հիմա առանց ավտոմեքենայի չի եղնի։ Կարիքա, եւ դա մեզանից ժամանակ է տանում։ Եվ մենք իհարկե, ինչպես մարդու էության մեջ կա այդ հատկությունը, մարդը միշտ ձգտում է լավագույնին։ Բայց շատ անգամներ այս պահը սատանան օգտագործում է քրիստոնյաներին ինչ որ մեղքերի մեջ գցի, ինչ որ խնդիրների մեջ գցի։ Բայց այս խնդրի մեջ ուր է Աստված։ Ոչ թե կարոտության պատճառով եմ ասում, վասնզի սովորեցի, ինչի մեջ որ կամ նրանով բավական լինեմ։ Չհասկացա Պողոս, դու ինչա ասենք, չգիտեիր, որ պետք է ամեն ինչի մեջ բավարարվես։ Քո այդքան վարդապետելը, սովորացնելը, այդքան, չգիտեմ, գամաղելի ոտքերի մոտ մեծանալը, քեզ հերիք չէ, որ դու իմանայիր բավարարվել։ Ասում չէ, ես բավարարվել սովորել եմ, ինչի համար։ Գիտեմ պակասություն քաշել եւ ավելությունով լինելն էլ եւ ամենակարոննի մեր սիրած դավանանքը ամեն բանի մեջ ամենից լավ տեղեկացած եմ կշտանալն էլ սովելն էլ ավելությունով ունենալն էլ պակասություն քաշելն էլ եւ ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Մենք այս համարը գիտեք երբ ենք օգտագործում։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Երբ որ ուժի տեղ կա, երբ որ ինչ-որ մի հատ բան ենք ձեռնարկել, ասում ենք ես ամեն ինչ կարող անեմ։ Պողոս առաքյալը դրա մասին չի խոսում։ Ասում է ամեն բան կարամ, բայց նշանակությունը մենք չենք նկատում։ Այս համարի կեսը ուղիղ կիսել ենք, այն մեր փայը վեր ենք գալու, երկրորդ փայը չենք վեր գալու։ Ամեն բան կարամ ինձ զորացնող Քրիստոսով։ Այսինքն երբ որ կարիքի մեջ, երբ որ լսեք,
Երբ որ դու քեզ չի հերիքում ինչ որ մի բան միշտ չի հերիքում, չէ՞, նկատել եք, միշտ չի հերիքում։ Вообще փողը այդ ձև բան է։ Միշտ չի հերիքում, ինչքան է շատ աղում չի հերիքում։ Եվ նկատել եք, որ մի հատ չափ կա ֆինանսական կարծես, որ ինչքան ուզում ես հասնես այդ ինչ որ բանի, այդ չափից ավել ոնց որ քեզ տրված չի ու չես կարող առաջ գնաս։ Ոնց որ երկինքը քեզ ինչ որ մի հատ չափ ա դրե, գիտեմ ձեր մոտ ոնց ինձ նկատել եմ, որ դու դրա մեջ բավարարվես։ Եվ շատերը չեն բավարարվում սրա մեջ, եւ Աստված ինչ անում ստիպված։ Հիմա վարժվես դրա մեջ, անընդհատ քիչ ա տալի, անընդհատ քիչ ա տալի, անընդհատ քիչ ա տալի, սովորես բավարարվել։ Որտե Պողոս Արաքյանն ասում է, ամեն բան սովորել եմ, սկզբից բավարարվել ա, հետո Տերը տվել ա, հետո նորից Տերը ձեռից առել ա, հետո նորից Տերը տվել ա, հետո նորից Տերը ձեռից առել ա, սլես ինչ լավ վարժանք ա։ Նայեք, սիրելիներ, չգիտեմ բոքս սիրում եք, թե չեք սիրում, ես չեմ սիրում ընդհանրապես, մեր նառանա շատ սիրում։ Ես ասում եմ, ինչ կա դրա մեջ նայելու իրար բերան են ջարդում։ Բայց այդ բաքսյորները, ինչ են հայերեն ասում դրանց, բրնցքամարտիկները, ասում է հայերենը մոռացանք, ռուսերեն էլ չսովորեցինք, մի մոտ այդ։ Բրնցքամարտիկները օրական 4-5 ժամ այդ իր ինչա գոչվում տանձիկը որ կա, այդ իրը որ կախված է, օրական 4-5 ժամ, ով ինչքան, խփում են այդ 4 բանին։ Ասում ես, բանուկոր չունեք այդ էր ցավը տանեմ։ 4-5 ժամ խփում են։ Եվ գիտեք ինչ է կատարվում։ Իրանց էլ է թվում, թե իրանց այդ բան չի կատարվում, բայց այդ գործողության ժամանակ, երբ որ իրանք անընդհատ դրանով զբաղված են, իրանց մկանները, իրանց կարողությունը, իրանց այդ ավտոմատիզացված վիճակը տանում է նրան, ես դեպքեր են ինձ պատմում է, հենց կոնկրետ այդ մարդուց եմ լսել, բանտեր նստել ու դուս էր եկել, որովհետև մեկին խփել էր, ասում է, նու բաքսյոր է եղել ինքը։ Եվ ուժերը չի հաշվարկե, անկարծ փողոցում ինչ-որ մեկը, չգիտեմ ինչ է արել, եւ ավտոմատ ինքը չի ուզեցի, չի հասկացել։ Ավտոմատ խփել է, այս մարդը մեռել էր։ Ասում է, ես չէի ուզում, ես կոպիտ ասած չեմ էլ մտածել, իրանց այդ ռեակցիան են զարգացնում, այդ իրանց ամեն ինչը զարգացնում, դա ավտոմատ խփում է։ Ես գիտեք ինչ եմ ուզում ձեզ օրհնեմ։ Երբ որ անբավարարվածության խնդիրը առաջանում, հենց միամիտ խփեք սատանայի գլխին, որ դուք էլ չհասկանաք ոնց հարվածեցիք։ Տիրոջը փառավորելով, Տիրոջը երկրպագելով, Տիրոջը շնորհակալ լինելով, Տիրոջը գովասանք տալով, երկրպագելով, օրհնելով, աղոթքաժողով վազելով, Տիրոջը փառաբանել եւ երկրպագել։ Սա լավ վիճակ է, որովհետեւ դու զգում ես, որ աստիճանաբար քրիստոսակերպ էություն ունես։ Ինչ էր անում Հիսուսը։ Առավոտ կամ իրիկուն կամ գիշեր սարներ բարձրանում։ Ուշադիր նայեք, իր մոտ դա ավտոմատացված վիճակ էր։ Ինքը իր աղոթքի պահերը եւ ժամերն ուներ։ Ինչն է այսօր քո մոտ ավտոմատացված։ Բանը, հա, Instagram-ը, ինչ են դրան ասում։ Էս ինչ լավ ավտոմատ աշխատում է, չէ՞, այս պահը։ Ինչ ասես նայվում է։ Ինչն է ավտոմատազացված, էլի, մեր կյանքի մեջ։ Մեր խոսելաոճերին նայեք, եղբայրներ, քույրեր։ Մարդիկ եմ տեսնում, որոնք որ տասնյակ տարիներ եկեղեցում են։ Խոսելաոճի մեջ Աստվածաշնչից մի բառ չկա։ Աստվածաշնչից բառերն են մի կողմ։ Խոսելաոճի մեջ դու հասկանում ես, որ ավտոմատիզացվել է աշխարհային այդ լեքսիկոնը, այդ էությունը, այդ բնությունը։ Ոնց չտկես այդ հարցը։ Ոնց կիրառես։ Աստծո խոսքը բերանա դիր, ու սկսի խոսա։ Խոսա Աստծո խոսքը։ Լավ կասես, վատ կասես, տկարությունով կասես, անընդհատ խոսացեք Աստծո խոսքը, եղբայրներ, քույրեր։ Բարձր կարդացեք Աստվածաշունչը, որ դու ձեր ականջները լսի։ Եվ աստիճանաբար ես
Երեք լսում էի մի անձնավորության մասին, որ ասма պատմում են մի քարոզիչի մասին, որ անհնար բան է, որ իր աղոթքները լսելուց դու Աստծո խոսքի մի հրաշալի բան չլսես։ Աղոթքների մեջ, հետո դա աղոթքների մեջ է դրսևորվում։ Մարդու բարևելու, հաջողություն անելու մեջ է դրսևորվում։ Չգիտեմ ձեր մոտ ոնց է, բայց ես շատ դեպքերի եմ ականատեսել, որ մարդը չի ասել, որ ինքը հավատքի մեջ է, բայց իր այդ վերաբերմունք, իր խոսալու ոճը այնքան ավտոմատիզացվել է, որ մարդիկ Քրիստոսին են տեսել դրա մեջ։ Ամեն։ Եկեք վարվենք Քրիստոսի հետ նրան նմանվելու համար։ Եկեք նրա հետ վարվենք, ինքը ոնց խոսացել է, այդ նույն ձևի խոսանք, ոնց աղոթել է, այդ ձևի աղոթենք, եթե համբերել է պետք, համբերենք։ Ամեն։ Ես զգում եմ, որ իմ ժամանակը ինձ խեղդում է, ես խոստացել էի, որ պետքա կարճ խոսամ 2 ժամ, դրա համար փորձեմ տեղավորվեմ։ Երկրորդ բանը, որի մասին կուզեմ շատ արագի մեջ ասեմ, դա նա է, որ հնազանդությունը անհնար է սովորել քարոզներ լսելով։ Կամ ինչ որ մեկից լավ դասընթացներ ընդունելով։ Տեսեք ինչ ասեմ Եբրայեցի տակ։ Եկեք առաջ Եսայա 50-ի նյութը շատ է, ուզում եմ մեջից ահագին բան հանեմ, բայց համով թիքայ է, էլի, բերեք բաց չթողամ։ Եսայա մարգարեության 50-ի 4-7-ը։ Ասում է Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել։ Այստեղ մի քիչ Տեր Եհովան է գրած։ Կլի մոտ եսի մոտով կարդամ, դուք այնտեղ կարդացեք։ Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Խոսքը գնում է Քրիստոսի մասին։ Այս միսիանսկի հայտնությունը, ինչպես գիտեք։ Մենք գիտենք, որ Հիսուսի շուրթերը ինչ ուսուցանող շուրթեր էր։ Մենք գիտենք, որ երբ որ նա բերանը բացում էր, մեղրի պես մարդիկ կերակրվում էին։ Եվ լավ կլինի, որ մենք էլ ինչ որ միտեղ ճիշտ հասկացեք, ես չեմ ասում բոլորը սովորացնող եղնենք, բայց հեսա ես կամ փոփեմ միտքը դուք ավելի լավ կհասկանաք։ Նա ասում է ինձ տվել է, որպեսի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Մենք հոգնածին ավելի ենք հոգնածնում։ Ինքն իր դարդերն է պատմում, մենք մեր դարդերն ենք պատմում։ Ինքն իր պարտքերն է պատմում, մենք մեր պարտքերն ենք պատմում։ Ինքն իր կրեդիտներից է խոսում, մենք մեր կրեդիտներից ենք խոսում։ Հոգնածի բերը խոսքով կարող ես վերառնել։ Ամեն առավոտ նա արթնեցնում է իմ ականջը, որպեսի լսեմ, ինչպես լսում են սովորողները։ Շատ երկար մեկնաբանություն կա, այստեղ չեմ ուզում անդրադառնամ, բայց խոսքը գնում է սովորող սիրտ ունենալու մասին։ Մեկը, որը, ասենց ասեմ, եղբայրեր, քույրեր, մենք չենք կարող ձևավորվել այն փառավոր պատկերի նման, եթե մեր մեջ ամուր որոշում չլինի սովորել Քրիստոսին մեր կյանքի մեջ, սովորել նրան մեր առօրյայի մեջ, բաց ականջներով, բաց սրտով, բաց կարգավիճակով։ Այսօր իմ կյանքի այս օրերի մեջ ինչ ես ուզում ինձ սովորեցնել, Տեր։ Այսօր իմ այս եկեղեցի գալով կամ այս ինչ, գիտեք, sense մի հատ հատկություն է տարիների մեջ Աստված ինձ տվել, ես չգիտեմ որտեղ է նա եղել։ Հենց հանդիպում եմ մի մարդու կամ մի նոր մարդու ինչ որ մեկի հետ ինչ որ շփում է ստացվում կամ ինչ որ հարաբերություն է ստացվում, երևի դա մանկությունից, պատանեկությունից դա ոնց որ մտել է, չգիտեմ որտեղ է նա մտել, անմիջապես մտնում եմ ներքին սենյակս, ներսս ընդ է, ուզում եմ աղոթել։ Հայր, ինչ կա, ինչ ես ուզում սովորեմ։ Բան ունես, այս մարդուց ինձ տալու։ Կարող է ես
բան ունեմ տալու։ Ծիծաղալի է։ Դու ես էցի։ Եվ հավատացեք, երբ որ դու պատրաստակամություն ունես ընդունելու, ընկալելու Աստծո ուսուցումները, Աստված քեզ ոնց որ ասեցի, պարանի պես քաշմա դեպի Քրիստոսը։ Սիրուն տանում ա, դու էլ չես շատ անգամ, գիտեք Երեմիան ասում ա, խաբեցիր ինձ, ասում ա, համոզեցիր ինձ, ասում ա, քաշեցիր ինձ եւ ես եկա։ Շատ անգամներ դու էլ չես հասկանում ոնց Աստված քեզ քաշում դրա մեջ։ Տեր Աստվածը բացել է իմ ականջը եւ ես չհակառակեցի եւ չքաշվեցի։ Քրիստոնյաների տրագեդիկ կարգավիճակներից մեկը նա է, որ Սուրբ Հոգին ամբողջ օրվա մեջ, ամբողջ կյանքի տարիների մեջ քաշում ա, որպեսի մարդուն մտցնի ավելի խորը տեղեր, խորը բաների մեջ, բայց ես որ լողանալ չգիտեմ, վախում եմ խեղդվեմ։ Չեմ ուզում գնամ խորը տեղերը, ապաստիա վախում եմ։ Բա որ Աստված ինձ ասի, «Էս տուր, այն արա», բա ի՞նչ անեմ։ Հերվից լավ է։ Մովսես ջան, դու գնա Աստված թող քո հետ խոսա, դու էլ արի մեր հետ խոսա։ Մենք գործ ունենք այդ սարի վրա, այ մարդ։ Կրակայիշնեմ, ամբերա գալի, կարկուտա գալի, ես իմ հետն չեր ալնեմ։ Դաժե որ Մովսեսը ուշացավ, մտածեցին մեռել այնտեղ։ Հնարավոր էր, գիտեք, չէ՞։ Կրակ էր, ամպեր էր, վառվում էր։ Եվ հերվից լավ է, գիտեք, հերվից հարմար է։ Չենք ուզում քաշի ինքը մեզ, որովհետև վախեր ունենք։ Բա որ ինձանից էս ուզի, բա որ ինձանից այն ուզի, եւ ասում է ես չհակառակի։ Խոսքը գնում է Քրիստոսի մասին, եղբայրեր քույրեր։ Եվ ասում է ես չհակառակեցի։ Ինչ եղավ արդյունքը։ Օրհնյալ խոսքերը։ Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին։ Դե իր քաշում ինձ Տեր Աստված։ Դրա համար է իր քաշում ինձ։ Որ ինչ էլի, որ լավ չլինի վերջս, որ ծեծ ուտեմ։ Իմ ասում է հարվածողներին իմ ծնոտին, իմ մորուքս փետողներին։ Այս единственный մարգարեությունն է, որ Հիսուսի մորուքը փետելու մասին գրված է, իմիջիայլոց բան, որը դաժե ավետարանների մեջ չկա գրված։ Կարծիք կա, որ մարգարեությունների մեջ պատկերը շատ ավելի ռեալ է նկարագրված, քան ինչ պատճառներով ավետարաններում չեն գրել այդ մասին։ Եվ ես հավատում եմ, որ Հիսուսին այդ անարգ բաները արել են, մորուքը փետրել են։ Իմ երեսը չծածկեցի նախատինքից եւ թուքից։ Ինչ ասես ասել են։ Թքել են իրա վրա։ Չգիտեմ ձեր մոտ ոնց է, բայց ես թքից շատ ուժեղ զսում եմ։ Ես պիտի խոստովանվեմ, որ ջրային պահերով, որ ինչ որ մեկը սոկա խմածել եմ կամ բան եղնում, ես շատ դժվար եմ դրան մոտիկ անեմ։ Ինչ որ պատկերներ մոտս գալի, ինչ որ տհաճ պատկերներ ա գալի, եւ երբ որ խոսում ենք թքի մասին, սա ամենա չգիտեմ զզվելի անարգալից բաներից մեկն է, եւ ես ասում եմ դրան չհակառակեցի, սակայն Տեր Աստվածը օգնում է ինձ, դրա համար ամոթապարտ չեմ լինի, դրա համար իմ երեսը կայծ քարի պես դարձրեցի եւ գիտեմ, որ չեմ ամաչելու։ Ամեն։ Երբ որ սիրտդ մխկտում է, որ հնազանդվես Տիրոջը, Եբրայեցիս թուղթ 5-7-ից 10 համարները նա ով իր երկրային օրերում Հիսուսի մասին է խոսքը ուժգին աղաղակելով եւ արտասուքով աղոթք եւ աղաչանք էր մատուցանում նրան, որ կարող էր իրեն մահից փրկվել եւ լսելի եղավ իր բարեպաշտության համար։ Խոսքը գնում է
Գեցսեմանի պարտեզում Տիրոջ արած աղոթքները։ Եվ այս համարը, որ ասма լսելի եղավ Աստծո կողմից, ես ըստ ձև եմ ընկալում։ Ինչ է նշանակում լսելի եղավ։ Այսինքն հայրը Հիսուսին բերեց մի տեղ, որ ասավ «Хорошо, որդիս, դա քո որոշելու բանն է։ Քո բոլոր որոշումներին ես համաձայն եմ»։ Ինչ արկամ լսեց։ Պրոստը լսեց ու ականջի հետևով գնաց, լսեց, հայրը լսեց, դա նշանակում էր, որ ամբողջությամբ պատասխանատվությունը մնաց Քրիստոսի վրա։ Նուրբ բաներ կասթե, չեմ կարա ժամանակի պատճառով խոսամ, քանի դեռ չես հասել այն ձևի տեղ, որ պատասխանատվությունը եւ ամբողջ որոշումը ամբողջությամբ մնում է քո վրա, դեռ լա պարզ եւ հասկանալի չի դու հնազանդվում ես թե չէ։ Օրինակ, ովքեր մեքենա են վարում եւ վարորդներ են։ Եթե Աստված ոչ անի եւ դուք մեքենայով ձեր ընտանիքի հետ, ձեր կինն, ձեր երեխաներն ճանապարհ եք գնում եւ ձեր մեքենայով ինչ որ մեկի վրա երթի ենթարկեք։ Դուք ով է դրա պատասխանատուն, ով պիտի դրա պատասխանը տա։ Դուք չեք կարա դատի ժամանակ ասեք բանը, դու ես խո մենակ չէի ավտոյի մեջ։ Կինս, երեխեքս սաղ իրար հետ էին։ Ինչ որ մենք անում ենք շատ ժամանակ։ Խո մենակ ես չեմ անում դա ասում ենք։ Սաղ եկեղեցին անում է։ Խո մենակ ես չեմ այս բանը սենց կամ սենց ենք անում, լանայեք ինչ ենք անում։ Մի այդ ժամանակները չի, մի այնով է տենց աղոթք անեմ, մի այնով է տենց գիրք կարդամ, մի ով ժամանակ ունի, հələ մի այդ ժամանակները չի։ Ով պատասխանատվության տակ է դա։ Ոնց Աստված ասելա գալու է ժամանակներ, այդ ժամանակները պատճառ է եղնելու, որ երբ որ դու աննազանդության մեջ գտնվես, ես ասեմ ոչինչ սաղ այդ ձևերին դու էլ էիր այդ ձև, ոնց Աստված քաշում մեզ հնազանդության ճանապարհի մեջ։ Դա մեր անձնական պատասխանատվությունն է, որովհետև շարունակության մեջ տեսեք ինչ ասում, շատ հզոր խոսքեր է, պրոստը այս խոսքերը ինձ միշտ պրոստը կտրատել է։ Եվ լսեց իր բարեպաշտության համար, որովհետև թեև որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Ոնց չգիտեր Հիսուսը հնազանդվել։ Ոնց լսել էր դրա մասին քարոզներ, ասենք ուսումնասիրել էր վարդապետորեն, բայց չգիտեր, հա, հնազանդվել չգիտեր Հիսուսը։ Չէ, ինքը իր այդ 3 տարվա մեջ, 30 տարվա մեջ ինքը ինչ որ չէր հնազանդվել Աստծուն։ Այս ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է այն մասին, կար մի հատ ավելի բարձր կրիտերիա, կար մի հատ ավելի բարձր կարգավիճակ, որ մինչև եթե ինքը դա չկատարեր, իր հնազանդությունը անկատար կմնար, որովհետև շարունակությունը հետաքրքիր է ասում, եւ կատարյալ դառնալով, ինչ սիրուն խոսք է ասում, բոլոր իրեն հնազանդողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ։ Հալելույա։ Հալելույա, փառք Իրան։ Պատճառը, որ մեր հնազանդությունը, մեր Իրան լսելը եւ իր հնազանդությունը մեզ փրկության պատճառ է եղնում, ամբողջությամբ նրանում է կայանում, որ մի օր մեր առաջնորդը, մեր Տերը գործնականն սովորեց իր կյանքի պրակտիկայի մեջ այդ բանը անել եւ հնազանդվել։ Ամեն։ Բերեք ժամանակի պատճառով առաջ գնանք։ Երրորդ բաներից մեկը, որ մենք դա չենք կարա ուղակի քարոզելով սովորենք, դա խոնարհությունն է։ Անկեղծ ասած, տեսել եմ մարդիկ խոնարհության մասին քարոզելուց հետո նստած մի մթնոլորտում եւ մի միջավայրում
ոչ խոնար արարքներ անելուց։ Եվ մոտ հարցեր ա եղել։ Ես փորձել եմ հասկանամ։ Եվ ես ուզում եմ սովորեմ։ Ես ուզում եմ սովորեմ իրական, ռեալ, կենթանի խոնարհություն, որ Քրիստոսի վրայից կաթում էր, որ նրա արյան վրայից կաթում էր, որ նրա փշե պսակից կաթում էր։ Ես ուզում եմ իմ Տիրոջից սովորեմ, ես ուզում եմ իրան նման խոնարհ եղնեմ։ Ես չեմ ուզում հրաչիկի, խաչիկի, վաչիկի, կարենի, մյուսի խոնարհության նման լինեմ։ Ես ուզում եմ նրա նման եղնեմ, հասկանում եք, որովհետև արժեքների, չափանիշների, որակների խնդիր եմ տեսնում։ Որակների խնդիր եմ տեսնում, ոտները սեղանի վրա դրած քարոզիչներ, որոնք քարոզում են խոնարհության մասին։ Որակի խնդիր եմ տեսնում։ Որովհետև Մատթեոս ավետարան 11:22-28-ից 29-ը ինչ ասում։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ինչու ոնց։ Իմ լուծս ձեր վրա առեք ու ինձանից սովորեք։ Ոնց սովորենք։ Բանա պետք, մագիստրատուրա է պետք ավարտել, որպեսզի սովորենք խոնարհվել Հիսուսի նման։ Ոնց սովորենք։ Իմ լուծս ձեր վրա առեք եւ ինձանից սովորեք, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Հալելույա։ Այն լուծը, որ դրվեց Քրիստոսի, լուծ բառը գիտեք ինչ է։ Այն լուծը, որ դրվեց Քրիստոսի վրա, այն ծանրությունը, այն բեռը, այն դաժանությունը, այն դառնությունը, չկա մի արարած երկրի վրա, որ ապրած լինի այնքան խորը մենակություն, ինչքան ապրեց Քրիստոսը խաչի վրա։ Երբ որ նա աղաղակեց, ասավ Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Ամենաքո ծանր վիճակը, ամենամեղավոր վիճակը անգամ դու դա չես ասի, որովհետև դաժե այդտեղ Աստված քեզ չի թողում։ Բայց Հիսուսը խաչի վրա ասավ Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Մինչև չմտնես այս լույսի տակ, այս ծանրության տակ, այս ճնշող երևույթի տակ, իրական, ռեալ, ճշմարիտ խոնարհությունը ականջներով չեն սովորում, ոտքերով ու ձեռքերով են սովորում, ոտքերով ու ձեռքերով են սովորում։ Երեսս տվեցի ասма հարվածողներին, մեջքս կրփողներին, մորուքս փետողներին։ Շատ բան բաց եմ թողում, բայց ես չեմ կարա բաց թողամ։ Սաղմոս 105:17-22-ը։ Նրանց առաջից մարդ ուղարկեց Հովսեփ ծառային։ Ծառայության մեջ ծախվեցավ, չարցարեցին նրան, ոտները կապանքի մեջ նրա, ձեռքերը երկաթի մեջ մտավ, մինչև այն ժամանակ, որ նրան խոսքը եկավ, եւ Տիրոջը խոսքը փորձեց նրան, թագավորն ուղարկեց եւ արձակեց նրան, նա որ տիրապետում էր ժողովուրդներին, ազատեց նրան, նա տեր դրավ նրան իր տան վրա եւ իշխան իր ամբողջ ստացվածքի վրա, որ իշխաններին կապե իր կամքի պես եւ ծերերին իմաստուն անե։ Ինչ արեցիր։ Նրանց առաջից Հովսեփին ուղարկիր։ Բայց ես եկեղեցում լսել եմ, որ ուղարկելու ժամանակ հովանավորներ են եղնում։ Բայց լսել եմ, որ ֆինանսական օգնությունով են մարդկանց ուղարկում։ Ես լսել եմ, որ ինչ որ եղբայրների քաղցր քաջալերության ներքո ձեռքը դնում են մեջքիդ, գլխիդ եւ քեզ ուղարկում են։ Հովսեփին Աստված ուղարկեց։ Ոնց ուղարկեց։ Ասավ Հովսեփ ջան, տղա ջան, վեր կաց գնա Եգիպտոս, վաղտ է եկել է, ժամանակն եկել է։
Երբ որ եղբայրները Հովսեփին ծախում էին, գեղեցկագույն դասը, որ դու կարաս ունենաս, չգիտեմ, մի երիտասարդի եմ ճանաչում, սրտանց ուզում էր սովորել Տիրոջ մասին, գնաց քոլեջ քրիստոնեական, գիտություն ձեռք բերեց, հասկացավ ինչպես է ուսումնասիրվում Աստվածաշունչը, ինչպես է ավետարանը քարոզվում, տարբեր քրիստոնեական կրթության մասին սովորեց, տրոնների վարդապետության մասին սովորեց, տարբեր բաների մասին սովորեց, ուրախ եկավ եկեղեցի, եկեղեցին ուրախացավ, դրեց ծառայության վրա, ասավ օրհնյալ լինես, երիտասարդների պատասխանատու կլինես, կծառայես, օրհնված կլինես, բանը սրանում չէր, հայրը ուզում էր քաշեր և ինքը սովորացներ, մեկ է մի օր մի զանգ եկավ, այս զանգի արդյունքում պարզվեց, որ իր եղբորը բանակում ծեծել են և հոգեկանը խանգարվել է, այն ժամանակ չկար ոչ հեռախոս, ոչ մի ուրիշ հնարավորություն, ոչ գումար, ոչ լույս, ոչ հաց, ոչ մի բան չկար 90-ական թվերին։ Շտապ, այս մարդը գնում է իր եղբորը օգնության։ Ուղիղ մի ամիս հոգեբուժարանի մեջ։ Չեմ կարա ամբողջը պատմեմ։ Ոչ սիրելի եղբայր, ոչ օրհնյալ հովիվ, ոչ քաղցր եղբայրներ, ոչ կրթություն օգնության չէին գալի։ Քաշում Աստված, արիստե, ուզում ես սովորես իմ նման լինել, դասեր ունեմ քեզ համար, ձեզանից շատերը կարող է տեղեր քաշվեն, տեղեր ընկնեն, գիտեք Հովսեփի հետ ինչ էր կատարվում, գրված է երկաթը մտավ իր ոսկորի մեջ, ես չգիտեմ շղթաները ոնց են մարդու ձեռքի վրա անցկացնում, ես չեմ տեսել, բայց որոշակի կադրերում, ֆիլմերում տեսել եմ, որ շղթաների տեղը մնում է մաշկի վրա, այդ մազոլիստի տեղերը մնում է մաշկի վրա, գիտեք բանտերում մարդկանց այցելում են իրանց մամաները, պապաները, իրանց քույրերը, եղբայրները, Հովսեփին բանտի ամեն օր այցելության էր գալիս սատանան, ուրաքու եղբայրը, ուրաքու քույրը, խոսքը եկավ և փորձեց նրան, ուրաքու Աստվածը, մինչև այն ժամանակ, որ Տիրոջը խոսքը փորձեց նրան, և նա ով որ պատրաստ է իր կյանքը դնել Աստծո համար, մինչև վերջ սովորելու, նրանց համար այս համարն է պատրաստված, տխուր չի թողում Տերը մեզ, մինչև վերջ տանում է, բերեք բացենք որպես վերջաբան և ես ավարտում եմ, ես հասկանում եմ, որ մեր ժամանակը շատ սուղ է և արագ է գնում, Հռոմեացիս 8-րդ գլուխ 28-30 համարները, բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին, ալելույա, նրանց, որ նախասահմանվելովը կանչել է, որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց, այնքան կուզեմ սեզ մանրակրկիտ խոսանք ես մասին, առաջուց էլ սահմանեց, ճանաչեց, հետո սահմանեց, որ իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ, Հիսուսին նման ենք եղնելու,
եւ որոնց առաջուց սահմանեց նրանց նաեւ կանչեց էլ, եւ որոնց կանչեց նրանց արդարացրեց էլ, եւ որոնց որ արդարացրեց նրանց փառավոր էլ արավ։ Հալելույա։ Հալելույա։ Կանգնենք ոտքի եղբայրներ քույրեր։ Մեր հայրը